ցանկացած հարկ նպաստում է այդ պետության կայացմանը։ Ինչու չի ճպտում հարկը։ Հետո տեսնում են, որ հարկային տեսչության ղեկավարը կտրուկ հարստանում է։ Ինչի որոշեցիք պրոգրեսիվը դարձնեք համահարկ։ Երբ ասում են հարկ, մեզ մոտ շատերը հասկանում են որպես պատասխանատվություն, պատիժ։ Ասում են այն, որ մենք չենք ճանաչում մեր հարկայինի պետին, այդ արդեն մեծ ցուցանիշ է։ Ողջունում եմ բոլորին, ես Վահեն եմ Հովհաննիսյան, ֆինանսների նախարար, Բաբկին Թունյանը ներկայացնելու կարիք չունի, իրեն բոլորը ճանաչում են։ Չգիտեմ դա լավ է թե վատ։ Եվ մենք որոշեցինք այսպիսի մի ֆորմատ նախաձեռնել, որտեղ քննարկենք տարբեր տնտեսական հարցեր, որոնք սովորաբար քննարկվում են մեր աշխատասենյակներում, սովորաբար երբ որ մենք հանդիպում ենք ֆորմալ հանդիպումներից հետո կամ առաջ քննարկելու տարբեր հարցեր, կարծում եմ սա կարևոր է հասկանալու եւ բացահայտելու բոլորի համար պարզ դարձնելու, թե կառավարությունը եւ ազգային ժողովը ինչպես են որոշումներ կայացնում, ինչպես են այդ որոշումները քննարկվում, ինչ տրամաբանություն կա դրա հետևում, որպեսզի այս դիսկուրսը նաև բացենք իրական խնդիրների մասին, որովհետև շատ հաճախ խոսում ենք օրակարգը լցված է անձերի մասին խոսալուց եւ կարծում եմ, որ մենք պետք է վերհանենք այն խնդիրները հայեցակարգային նույնիսկ, որոնք կան մեր առօրյա քաղաքականությունները որոշելու համատեքստում։ Ես էլ եմ ողջունում մեզ դիտողներին, հուսով եմ, որ այդ մարդկանց թիվը փոքր չի լինի, գոնե սկզբի համար, ու ուզում եմ ասել, որ գաղափարը Վահեինն էր, առաջին անգամ 2 ամիս թե 3 ամիս առաջ էր, որ առաջարկ եղավ, սկզբից մտածում էի, որ այդ ներքաղաքական թեժ իրավիճակում կկորի այս ամեն ինչը, բայց մյուս կողմից, եթե մենք սպասենք մինչև ներքաղաքական բոլոր թեմաները սպառվեն, կնշանակի եւ մենք երբեք լուրջ թեմաների մասին չենք խոսելու, դրա համար շատ լավ է, քեզ շատ շնորհակալություն ես ֆորմատը մտածելու համար, չգիտեմ ինչ դուրս կգա, հույս ունենք, որ հետաքրքիր կլինի, ու շատ կարևոր է, որ մենք այն անցողիկ խնդիրները, որոնք այդ պահին չնայած մեծ աղմուկ ու հետաքրքրություն են առաջացնում, փորձենք մի քիչ բալանսի բերել, խոսելով այն մասին, ինչը որ կարևոր է իրականում, որովհետև շատ հաճախ չել գիտակցվում ինչն է կարևոր, մինչև չի գալիս ինչ-որ մի բան խփում մարդու կոնկրետ գրպանին, իսկ հարկերը, օրինակ, կամ հարկային քաղաքականությունը այդ ամեն ինչի են առանցքային մասն է։ Հա, ես համաձայն եմ դրա հետ եւ իրականում բոլորս պետքա փորձենք այդ որակյալ օրակարգային հարցերը առաջ բերենք եւ այսօր որոշեցինք ոնց որ առաջի որպես քայլ խոսել հարկային քաղաքականությունից մի քանի պատճառներով, առաջինը որովհետեւ դա վերջի ամիսներին լայն քննարկման առարկա էր, երկրորդը այնա որ մենք հիմա ոնց որ հայեցակարգային այսպիսի քննարկման փուլ ենք մտել վերաիմաստավորելու հարկային օրենսգիրքը կամ հարկային քաղաքականությունը եւ մտածեցինք, որ երևի արժի կիսվել այն ֆունդամենտալ հարցերի հետ, որոնք առկա են այս թեմայի մասին ընդհանրապես խոսելուց, որովհետեւ այդ հարցերը սովորաբար մեր հասարակ հարկ վճարողներին մտածելու թեման չեն, այլ սովորաբար մտածում ենք հարկի դրույքաչափերի, այս կամ այն կարգավորումների հարկայինի մասին, թե տեսուչները ինչ են անում, ինչ չեն անում, երևի այս հարցերի մասին փորձենք խոսել։ Փորձենք տեսնենք ինչ կստացվի, որ օրինակ 3 չէ առաջին օրը կառավարությունում հարկային օրենսգրքի քննարկում էր տեղի ունենում, ու դրա վերաբերյալ հրապարակում եմ արել մեր լավ բարեկամներից մեկը, որը ակտիվ մեկնաբանում է բոլոր տեսակի հատկապես հարկային փոփոխությունները, մեկնաբանությունը գրել է վերջում ինչ որոշեցիք, գրեմ վերջի պարբերությունում քո հարցի պատասխանը կա, վերջում որոշեցինք շարունակել քննարկումները, ինքը ասում է անվերջ քննարկումներով ինչ դուրս կգա, այսինքն մի կողմից թվում է մենք շատ ենք ամեն ինչի մասին խոսում, բայց մյուս կողմից երևի այդ խոսալու ձևաչափը մի քիչ այն չի, մի քիչ ավելի պարզ է, բայց ես ուզում եմ նախապես միջև բուն թեմաներին հասնելը
մեզ դիտողներին խնդրել, որ խիստ չդատեն ու մենք համապատրաստից ենք այս ամեն ինչը սկսում, այսինքն մենք Վահի հետ անգամ չենք քննարկել ինչից ենք խոսալու ժամանակ անգամ անունը ոդկասթի չենք քննարկել, հույս ունենք, որ մի քիչ այսպես ավելի անմիջական ու ինտերակտիվ կլինի եւ մեկ էլ քանի որ գաղափարը Վահեին է, իրան եմ հարցնում, ենթադրում եմ, որ մի որոշակի փուլի սկսած նաեւ դիտողների հարցերին պատասխանելու հնարավորություն կունենանք, չէ՞, եթե Իհարկե, ես կարծում եմ, որ պետքա տենց բաց օրակարգով առաջ գնանք եւ ոնց որ ընթացքը ինքը կթելադրի ինչ անենք։ Ես առաջարկում եմ այսօր խոսենք հարկային քաղաքականության մասին, շատ ընդհանրական, նկարագրելու ոչ թե հարցերի պատասխաններ տալու, այլ նկարագրելու թե ինչ հարցեր գոյություն ունեն ընդհանրապես այս հարցի մասին խոսելուց։ Եվ ինչի է սա կարևոր, որովհետև իմ աշխատանքի ընթացքում պարզել եմ, որ այս հարցերը այդքան էլ օրակարգային հարցեր չեն եղել երկար ժամանակ, այսինքն ֆինանսների նախարարությունը որպես հարկային քաղաքականություն իրականացնող մարմին, ինքը իր աշխատանքի մեծամասնությունը եղել է այդ մեխանիզմը նկարագրելը, թե ոնց պետք է հարկային օրենսգիրքը գրվի կամ այս հարկի հավաքման process-ը ոնց պետք է օրենքում նկարագրվի, այսպիսի հարցեր են քննարկվել եւ հայեցակարգային այդպիսի ֆունդամենտալ հարցեր ոչ միշտ են եւ ոչ խորությամբ այդպես չեն քննարկվել եւ կարծում եմ, որ դա շատ էական է, թեև այդ հարցերի պատասխանները այդքան ակտուալ չեն, օրինակ առաջի հարցը, որ պետքա մենք մեր առաջ դնենք, երևի թե ինչից պետքա հարկ վճարենք, որովհետև հարկեր կարելի է վճարել ծախսելուց, հարկեր կարելի է վճարել եկամուտ ստանալուց եւ սա կապ ունի հայեցակարգային բազմաթիվ հարցերի հետ, այդ թվում սոցիալական հարաբերությունների հետ, որովհետև ստե մի հատ այլ հարց կա, մենք հարկ գանձելով տուգանում ենք, թե ուղղակի մարդիկ համաձայնվել են վճարեն սոցիալական ինչ-որ մի անարդարություն կամ տնտեսական խեղաթյուրումները հարթելու համար։ Ես քո ասածին համաձայն լինելով մի քիչ ավելի հետ կգնայի, որովհետև ինչից հարկ վճարել, ծախսելուց թե եկամուտ ստանալուց, հիմա դե փաստացի մեզ մոտ երկուսից էլ վճարվում է հարկ ու գլխավոր ձեր ուղերձներից մեկը այն է, որ ավելի շատ պիտի փորձենք սպառումը հարկել, քան եկամուտները, բայց սա մի քիչ ավելի գնում է մասնագիտական, իմ կարծիքով մինչև այս հարցին անցնելը շատ ավելի կարևոր է, իսկ ինչի համար են մարդիկ հարկ վճարում, որովհետև այդ գիտակցումը ցավոք սրտի մեր ժողովրդի ոչ ամբողջական հատվածի մոտ է, այսինքն երբ ասում են հարկ, մեզ մոտ շատերը հասկանում են որպես պատասխանատվություն, պատիժ, անգամ ու հարկը որպես սեփական պետությունը պահելու համար վճար, այդ ընկալումը ցավոք դեռ ամբողջությամբ արմատավորված չի, ու դրա պատճառներն էլ իմ կարծիքով կան, չնայած դրա մասին վերջի շրջանում շատ է խոսում, թե վարչապետն է խոսում, թե մենք, թե դուք բոլորս, բայց մի անգամ էլ պիտի այս մասին ասենք, որ երկար ոչ թե տարիներ, այլ դարեր մեր ժողովուրդը հարկ վճարել է ոչ թե սեփական պետությանը, այլ ուրիշ պետությանը եւ այդ հարկերը ինքը չէ իմացել ինչի վրա են ծախսում, դա եղել է պարտավորությունը, պատիժը կամ իր պատասխանատվությունը, հետո եղել է 70 տարի ԽՍՀՄ-ի ժամանակաշրջան, որտեղ այլ մեխանիզմ է եղել, ու վերջին 30 տարին է, որ մարդիկ հարկ են վճարում սեփական պետության համար։ Ես հիշում եմ, երբ աշխատում էի թերթում 160 ժամ որպես լրագրող, մի անգամ մի հոդված էի գրել տնտեսական թեմաներով, որի վերնագիրը հետևյալն էր՝ ինչու չի ժպտում հարկատուն, ու իմաստն էր, որ իրականում հարկատուն չի ժպտում, որովհետև ինքը չգիտի այդ հարկը ինչի վրա է ծախսվում ու ոնց է ծախսվում, այդ հոդվածը տպվելու այդ ժամանակ կայքեր չկային համարյա, թերթը որ տպվել էր, առավոտը շուտ ինձ զանգահարեց այն ժամանակ հարկային տեսության պետի տեղակալը Ահարոնը Չիլինգարյանը ու ասաց ուզում քեզ շնորհակալություն հայտնել, երևի միակ դեպքն է, որ հարկայինից հոդվածի համար շնորհակալություն էին հայտնում, բայց այդ խոսակցությունը պետք է։ Ցավոք այդ խոսակցությունը երբեմն այլ կերպ է մեկնաբանվում կամ այդ խոսակցությունը մնում է այլ խոսակցություններից տվերի տակ, բայց մեր քաղաքացիները
հատկապես ավագ սերունդը մի քիչ դեռևս հաշ չի հարկ վճարելու իդեայի ու դրա տրամաբանության հետ։ Եթե փորձենք մի քիչ գոնե նպաստել, ես կհամարեմ, որ մեր այս պրոյեկտը հաջողված կարելի է համարել։ Ես համաձայն եմ, որ առաջ երկար ժամանակ երևի բոլոր տեղերում այդպես եղել, հարկը կամավոր չի վճարվել, այսինքն այդ կայսրությունը հարկը խլել է եւ շատ հաճախ տենց երբ որ պատմության մեջ նույնիսկ կարդում եմ, տենց դաժան դեպքեր են եղել էլի այդ հարկերի հավաքման process-ում, բայց մենակ այդ դարերի հարցը չի, ինձ թվում է անկախության ժամանակահատվածում նույնպես հարկային տեսուչները կամ հարկային քաղաքականությունը երբեմն նաև նմանվում էր այսպիսի մոտեցման էլի, այսինքն երբ որ նայում ես թե ինչ ձևով էին մոտենում, ինչ ձևով էր տնտեսվարողներին այդ հարկը վերցվում, մի քիչ այդքան էլ բան չի եւ այստեղ կար մի նաև էական անարդարության զգացում, որ բոլորի նկատմամբ չէր միևնույն վերաբերմունքը եւ քո հարցին պատասխանելով երևի պետք է ասել, որ այո, ցանկացած հարկ նպաստում է այդ պետության կայացմանը, հիմա լավ է, որ մենք այդ հարկը վճարելով նպաստում ենք Հայաստան անունով պետության կայացմանը, ոչ թե ուրիշ անունով պետության կայացմանը եւ պետք է հնարավորինս մեր մեջ այդ դաստիարակենք, absolուտ հաղթահարենք այդ կոմպլեքսը, որով այդ հարկ վճարելը ինչ որ մի հատ ուրիշին հարստացնելու process պետք է դիտվի։ Ճիշտ է։ Համաձայն եմ, որովհետեւ այդ անկախության շրջանում, երբ որ նոր ձևավորվում էր այն համակարգը, որը կար, հենց այլասերված ձևով դա մտավ։ Այսինքն մարդը տեսավ հարկային տեսուչների ինչ են անում, անկախ սիրուն գրած խոսքերից, տեսավ ոնց են խլում, քո ասած բառը, որտեղ դա խլել էր նշանակում։ Հետո տեսնում են, որ հարկային տեսչության ղեկավարը կտրուկ հարստանում է կամ դառնում է Հայաստանի ամենահարուստ մարդը, եւ ստեղ այդ զգացողությունը էլ ավելի է խորանում։ Դրա համար էլ մարդու մոտ արդեն ի սկզբանե հակվածություն է առաջանում հարկը չվճարելու, մանավանդ դա ընկալում է ոչ թե որպես նեգատիվ, այլ վերաբերմունք հարկի նկատմամբ, այլ ինքը դա տեսնում է որպես շուկայում գոյատևելու կամ ընդհանրապես իր գործունեությունը ծավալելու միակ միջոց, որտեղ եթե ինքը հարկը վճարի, ինքը կլինի անմրցունակ, որտեղ ինքը տեսնում է, որ կողքերը հարկեր չեն վճարում կամ մեկը վճարում է, մեկը չի վճարում։ Այսինքն այստեղ այդ հավասարության սկզբունքը ու արդարության սկզբունքը իրոք շատ կարևոր։ Նկատի ունեմ ոչ թե հարկային օրենսդրության արդարության սկզբունքը ում ինչքան հարկել, այլ որ այդ բոլոր օրենքները բոլորի համար հավասար աշխատեն։ Փառք մենք այսօր այդ խնդիրը ոնց որ թե չունենք։ Երևի մի դերվագել կա այդտեղ, երևի այդ ժամանակ չի առաջանում զգացում, որ դու հարկը վճարում ես պետությանը, այլ դու հարկը վճարում ես հարկային տեսուչին։ Այսինքն երբ որ այս դերվագն էլ է շատ կարևոր, էլի, որ դու ամեն դեպքում առաջի քայլը այդ զգացողությունն է, որ պետքա մեր հարկային տեսչությունը պետքա այս զգացողությունը մարդկանց մոտ բերի, որ իրանք իրանց չեն հարկ վճարում, այլ վճարում են պետությանը։ Եվ հետո նոր սկսենք անցնենք հաջորդ էտապին, որտեղ երաշխավորենք, որ բոլորի նկատմամբ հավասար եւ արդար վերաբերմունք կա, ընդ որում ես չեմ հավակնում ասելու, որ հիմա ամեն ինչ իդեալական է եւ երևի հիմա էլ բազմաթիվ հարցեր կան, որտեղ այդպիսի մշակութային փոփոխությունները երևի ժամանակ են պահանջում։ Դե տեսնելով օրինակ հենց պաշտոնական լրահոսին հետևելով, օրինակ նույն ՊԵԿ-ի աշխատողներ կամ տեսուչներ, որ ձերբակալվում են կոռուպցիոն տարբեր սխեմաներով, կարելի է պնդել, որ ամբողջությամբ չկա ու դժվար է ամբողջությամբ վերանա, խնդիրը մասշտաբների մեջ է։ Այն ժամանակ, երբ ասում էիր հարկայինի պետ, կամ տարածքային հարկայինի պետ կամ մաքսյանի պետ, միանգամից
պատկերացնում էին ստերեոտիպ էր։ Իսկն կհիշեք Կարքին հաղորդման սկեչերից մեկը, որ ասում է պապ կարամ ես իմ Ferrari-ին քշեմ, ասում է չէ, իսկ այն մեկը կարամ քշեմ, ասում է չէ, ասում է տղա ջան, դե համբերի պապա Մաքսայինի պետից դուրս կգա, նոր հետո ինչ ուզում ես կանես։ Այսինքն եղել է ու դա օթիշ չի եղել, բայց հա մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ այդ ընկալումը վերանա, ու հեղափոխության գլխավոր ակնկալիքներից մեկն էլ հենց այդ էր։ Ես նաև հասկանում եմ, որ հիմա այս մեր զրույցը կարող է ընկալվի, որ մենք նստած երկուսով դու գործադիր մարմնից, ես օրենսդիրից մարդկանց ուզում ենք համոզել, որ հարկերը պետքա վճարել, բայց իրականում այդտեղ համոզելու բան չկա։ Սա ուղղակի ամեն մեկը իր ներսում երբ պիտի վերաիմաստավորի այն ամեն ինչը, ինչը որ մինչև այսօր եղել է։ Չէ, ես նույնիսկ կուզեի, որ մենք քննարկեինք նույնիսկ այն խնդիրները, որոնք կան, ոնց որ մենք սովորաբար քննարկում ենք, այսինքն այդ խնդիրները, որոնք համացանցում, ասենք տարբեր լրատվականներ դրանց մասին խոսում են, մենք էլ գիտենք, չէ, որոշ եթե դրանք օբյեկտիվ են, դրանց մասին գիտենք, մտածում ենք իրար հետ ոնց անենք, որ դա ուղղվի, ոնց անենք այս մի հարցը լուծենք, ոնց պետք է այդ հարցին վերաբերվենք։ Ես կարծում եմ այդ խնդիրների մասին էլ արժի քննարկել եւ բոլորս միասին, այսինքն հասկանանք, որ այս խնդիրները բոլորինս են, մենք բոլորս հետաքրքրված ենք այս խնդիրները լուծելով ու իրոք մի այսպիսի հետաքրքիր դիսկուրս լինի, նույնիսկ հակադրություններ լինի, որովհետև առանց հակադրության այս հարցերը չեն լուծվի եւ այդ հակադրությունները պետքա տենց կոնստրուկտիվ ձևով մոտենանք, բայց այս նախորդ ասացից հետ կապված մի հատ բան էի ուզում ասեի, մի հետաքրքիր ցուցանիշ կա, որ իմ ծանոթներից որոշ մարդիկ ինձ հուշում են, ասում են այն, որ մենք չենք ճանաչում մեր հարկայինի պետին, այդ արդեն մեծ ցուցանիշ է, ընդ որում ոչ թե բանը պետք նախագահին, այլ նաև իրանց լոկալ հարկայինի պետին երբեք չեն տեսել, չգիտեն ինքը ով է, եւ դա առաջի ոնց որ լավ ցուցանիշն է, որ մենք ինչ որ մի քայլ արել ենք, բայց դեռ շատ քայլեր կա անելու, վստահ եմ, որովհետև այս մեր քննարկումների ընթացքում նաև խոսում ենք դրա մասին, որ ՊԵԿ-ը պետքա դառնա ծառայություն մատուցող կազմակերպություն։ Սկզբից որ խոսակցությունը սկսում էինք, ասացիր, ես Վահեն եմ Հովհաննիսյան, ֆինանսների նախարար, Բաբկենին Թունյան ճանաչում եմ, ես բանը հիշեցի, որ մեր падգամորներից Վլադիմիր Վարդանյան, պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ինձ թվում է նորմալ է, որ իր խոսքը մեջ բերեմ, այսպեսի խոսքներ ասում է, սկզբում ամեն ինչ անում ենք, որ մեզ ճանաչեն, հիմա ամեն ինչ անում ենք, որ մեզ չճանաչեն, հիմա ես չգիտեմ դրա համար դա լավ է թե վատ, երևի իրականում падգամորներից ավելի շատ ճանաչում են, որովհետև ՊԵԿ-ի նախագահին այդքան ավելի շատ չեն ճանաչում, որովհետև ՊԵԿ-ը իր բոլոր գործողություններն ու հիմնական օրենսդրական նախաձեռնությունը մեր դեմքով է անում ու վերջում օրինակ մինչև այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը գիտեն թե գույքահարկի բանը փոփոխությունը անձամբ իմ նախաձեռնություններն է, որ ես մենակով դա քվեարկել եմ 80 հոգու փոխարեն։ Ինձ եղել է անգամ զանգահարել են ու ասել են այդ գույքահարկը որ փոխեցիր, այդ փողերը թող գնա քո կոկորտին, այսինքն ոչ միայն մտածում են ես եմ փոխել, հələ երբ մտածում են այդ գույքահարկը գալիս է անձամբ իմ գրպանն է մտնում։ Բայց իմ կարծիքով պիտի sense խոսակցություններով այդ այնպես անենք, որ միշտ այնպես չընկալվի, որ եթե խոսում է ինչ-որ մեկը օրենսդիրից կամ գործադիրից կառավարող թիմից, ուրեմն ինքը անպայման պիտի սուբյեկտիվ լինի կամ փորձի մենակ մի տեսանկյունից բան անել։ Հա, ընթացքում կհակադրվեմ, մանավանդ մի քանի թեմաներ տենց ունենք աչքի առաջ, բայց ես եթե թույլ կտաս, եթե ֆորմատը ներմա, որտեղ քո մտածելն է, ես հարց տամ։ Օրինակ դու ֆինանսների նախարար ես, դու ունես մի քանի հարթակներ, դու ունես ֆինանսների նախարարությունում լրատվական ծառայություն, քո Facebook-յան էջը, քո երկրորդ Facebook-յան էջը, ասուլիսներ տալու հնարավորություն, հարցազրույցներ տալու հնարավորություն, անգամ դուրս ես եկել միջազգային ասպարեզ, հիմա միջազգային ամսագրերին ես հարցազրույց տալիս։ Այս ֆորմատի անհրաժեշտությունը ինչով էր քո համար կարևոր, այսինքն ինչը քեզ ստիպեց, որ մենք պիտի այս ֆորմատը։ Ինձ թվում է, որ կարևոր է, թե մենք ոնց ենք մտածում ինչ որ մի որոշման գալուց առաջ այդ ինչպիսի խնդիրներ են դրված մեր առաջ, որ այդ խնդիրները լուծելու համար կայացվում են ինչ որ որոշումներ, որովհետև կարող է տպավորություն ստեղծվի, որ մենք ինչ որ մի
տեղ նստած ինչ որ մի բան բզբզում ենք, ինչ որ մի որոշման ենք գալիս, ոչ մեկի հետ չենք խոսում։ Դավադրաբար։ Սենց մի միտք կա, որ էական չի մարդ ինչ է անում, էականը թե ինչի է անում, որն են այն շարժառիթները։ Եվ ես ուզում եի, որ այն շարժառիթները, որոնք մեր որոշումների հետևում են, եւ այդ մտքերի ընթացքը պարզ դառնար մեր մասնագիտական հանրությանը կամ ավելի լայն հանրությանը, որը այս թեմաներով կարող է հետաքրքրվի եւ այդտեղ լիներ քննարկումը, որ ասեին, գիտեք ինչ, այս մտքերի ընթացքը, որը դուք ունեք, ինքը սխալ է, որովհետեւ այդտեղ հաշվի չեք առել այս հարցը, այդտեղ հաշվի չեք առել այս մյուս հարցը։ Եվ լավ կլինի, որ մենք այս հարցերը բոլոր որոնք կան այս առանձին թեմաների շուրջ, այս հարցերը բարձրաձայնենք, հանենք եւ այդ հարցերի շուրջ խոսենք եւ հասկանանք, թե այդ հարցերի շուրջ ինչպիսի մոտեցումներ մենք պետք է ձևավորենք, որովհետեւ օրինակ այդ նույն հարցը, որ թե ինչից պետք է հարկ մենք վճարենք, սա ֆունդամենտալ հայեցակարգային հարց է։ Մենք եկամուտից պետք է վճարենք, թե սպառումից պետք է վճարենք, կամ ինչքանը պետք է եկամուտից վճարենք, ինչքանը պետք է սպառումից վճարենք։ Եվ մենք ինչ-որ մի քաղաքականությամբ առաջ գնացել ենք, հիմա պետք է, երբ որ այն փուլն է, երբ որ մենք պետք է մի հատ վերաիմաստավորենք այս հարկային համակարգը եւ հասկանանք մենք ճիշտ ենք գնում թե չէ, եւ այս ճանապարհը ուր է մեզ տանում, այս հարցերը պետք է մի հատ նորից անգլերեն challenge են ասում, բան արվի, հարցականի տակ դրվի, սենց ասենք։ Դե կփորձեմ, օրինակ ես որպես օրենսդիրի ներկայացուցիչ մի քիչ challenge անել, բայց հիմնականում իմ կարծիքով ես կփորձեմ նաև դրսի կարծիքներով challenge անել։ Նույնն էլ բնականաբար դու, եթե ինչ-որ բաներ կլինի մեր քննարկումների մեջ, բան կար, թե ինչու՞մ է օրինակ օրենսդիրի եւ գործադիրի տարբերությունը նույն հարկային քաղաքականությանը նաեւ վերաբերող որոշումների ընդունման մեջ մեծաշով մասնագիտական առումով կարող է տարբերություններ չլինել, բայց օրենսդիրում մի քիչ քաղաքական կոմպոնենտին, դրա անցալմանը մի քիչ ուրիշ ռակուրսից են նայում, ասենք կարող է մենք մասնագիտական առումով համոզված լինենք, որ որևէ փոփոխություն ճիշտ է ու պետք է անել, ու դա կարող է ցավոտ լինի, բայց անհրաժեշտ է, բայց օրինակ ազգային ժողովի տեսանկյունից, արդեն խորհրդարանականի տեսանկյունից մենք պետք է նաև հաշվի առնենք, բայց դա ինչպես կընկալվի, այսօր դա ինչպես կընկալվի, ի վերջո ընտրությունների վրա դա ինչպես կազդի, դա գաղտնիք չի, որ ցանկացած որոշում որոշակի ազդեցություն ունենում, դրա համար դուք էլ մեզ ահագին challenge անելու տեղ ունեք, որովհետև դուք էլ նկատած կլինեք մեր մոտ շատ կան դեպքեր, հատկապես օրինակ վերջի շրջանում, երբ մեր քաղաքական թիմի անդամները խիստ քննադատության են ենթարկում մեր իսկ ընդունած օրենքները։ Իմ կարծիքով դա նորմալ է։ Երբեմն այնպիսի քննադատության կարող է ենթարկեն, որ մեր ընդդիմադիր գործընկերները անկյունում ցած մտամոլոր կանգնան, հասկանան, որ իրենց խոսալու բան չմնաց, բայց իմ կարծիքով նորմալ է, եթե իհարկե հարցերը ավելորդ չի առաջացնում, հարցեր էլ առաջացնում, որտեղ ասում են դուք մի թիմ եք, դուք չգիտեք ինչ եք անում, բայց որ նոր տարբեր կարծիքներ պիտի լինեն, իմ կարծիքով այստեղ օրինակ իմ համար ակնհայտ է, դրա մասին ուզում եմ խոսամ, երևի բոլորը չի, որ այս հարցը այս ձևով գիտակցում են, օրինակ պարզ է, որ հասարակության տարբեր շերտեր, տարբեր սոցիալական խմբեր կամ տարբեր տարիքային խմբեր այս հարցին, օրինակ եկամուտները հարկելու հարցին խիստ տարբեր վերաբերմունք կունենան։ Օրինակ թոշակառուները հաստատ կուզեն, որ աշխատավարձի հարկը լինի պրոգրեսիվ եւ լինի բարձր, որովհետեւ իրանք այդ հարկը չեն վճարում։ Որովհետեւ ինչքան շատ եկամտային հարկ կվճարվի, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն իրանց թոշակի բարձրացման համար։ Մյուս կողմից նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, իրանք կուզենան, որ աշխատավարձը լինի համահարթ։ Նրանք, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում, կուզենան, որ իրանք վճարեն
ավելի ցածր, օրինակ ասենք հիմա 20% է, իրանք վճարեն 15, նրանք ովքեր ստանում են 1 միլիոնից ավել վճարեն 25, ովքեր ստանում են 5 միլիոնից ավել վճարեն 50, օրինակ։ Որովհետև կասեն դե հիմա այդ մարդիկ մեկը ստանում են 5 միլիոն, հիմա թող իրանք էլ ավել հարկ վճարեն, այստեղ սենց հետաքրքիր դիսկուրս է բացվում, թե ի վերջո այս տարբեր սոցիալական խմբերի կամ տարբեր դեցիլներում գտնվող կամ տարբեր եկամտի մակարդակ ունեցող մարդկանց շահերը ինչպես պետք է բալանսավորվեն այն ձևով, որ Հայաստանի Հանրապետության համար ճիշտ եւ որակով որոշում կայացվի։ Հիմա մենք ունեինք, չէ, 19 թվականից առաջ համահարկ, պրոգրեսիվ, հետո դարձավ համահարկ, ել չեմ ասում, որ այն ժամանակ 23% էր, հետո ամեն տարի մի տոկոսով եկամտային հարկը նվազեց, այս հարցերին օրինակ ազգային ժողովը ոնց է նայում։ Այս հարցերին ազգային ժողովը ոչ թե նայել, այլ մի տենց թեժփուլ դրա միջով անցել է, որովհետև այն ժամանակ, երբ եկամտահարկը պրոգրեսիվից փոխվեց համահարթի, անգամ բողոքի ակցիաներ տեղ ունեցան ազգային ժողովի առջև, ու ես հիշում եմ, օրինակ դաշնակցության ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը այսօր պատգամավորել են, անգամ պիկետ էին անում ազգային ժողովի դիմաց, գտնելով, որ դա սոցիալական արդարությանը խփում է։ Բայց իմ կարծիքով դրանք ֆունդամենտալ հարցեր են։ Այստեղ ճիշտ, սխալ չկա, այդ հարցերի շուրջ մենք թիմի ներսում էլ կարող է տարբեր կարծիքներ ունենանք։ Ես գտնեմ, որ պետքա պրոգրեսիվ լինի, մեկը գտնի, որ ոչ, մեկը գտնի, որ պետքա լինի պրոգրեսիվ, բայց դեռ ժամանակը չի։ Ենթադրվում է, որ այդ նման հարցերի պատասխանը, այդ տիպի ֆունդամենտալ հարցերի պատասխանը տալիս է հասարակությունը ընտրությունների ժամանակ, այսինքն մենք որպես մի թիմ մի տարբերակ ենք տեսնում, մեկը այլ տարբերակ է տեսնում, ու մարդիկ ընտրում են այն ուժին, որը որ ավելի շատ իրանց պատկերացումներով է ուզում գնա։ Ոչ ես կարող եմ ինչ-որ մեկին համոզել, օրինակ այդ տիպի հարցնում, որ ես ճիշտ եմ, ոչ էլ ինչ-որ մեկի ինձ։ Կարող է ժամանակի ընթացքում տեսակետս փոխվի։ Ցավոք սրտի մեր մոտ, օրինակ, հասարակությունը այդ հարցերին ուշադրություն չի դարձնում, այսինքն ծրագրային, ֆունդամենտալ գաղափարախոս, ավելի շատ ուրիշ բաներ են ուշադրություն դարձնում։ Հիմա մեր ու ձեր տարբերությունը ոնց է ազգային ժողովը նայում, էդ էլ է բարդ, որովհետև ազգային ժողովում էլ տարբեր կարծիքներ կան այդ նույն հարցերի շուրջ։ Բայց շատ համահարթի հետ կապված դուք ինչ եք մտածում։ Ես համահարթի հետ որոշում կայացվեց, օրինակ ունենալ դու ինձ խոսացնում ես արդեն կոնկրետ, արդեն ես հասկացա դրա ֆորմատը ինչի համար։ Ես համահարթի հետ ինչի որոշեցիք պրոգրեսիվը դարձնեք համահարթ։ Այս դարագույքը հարկը հեսա դրանից հետո էլ հեսա մարդիկ ասեն, հա դու մենակ գույքը հարկը չէր, այն համահարթն էր քո գաղափար։ Ուրեմն Ի վերջո դուք եք քվեարկում, այսինքն եթե ձեզ դուր չէր գալիս, կարայիք չքվեարկեիք։ Ես որ դու իմ ընկերոջն էր, ես կասեի, բա դու այն ժամանակ ինչ էիր անում, այս չեմ հիշում այն ժամանակի։ Համահարթ ինչի անցանք համահարթ։ Ես ինչքան գիտեմ, այդ ռեֆորմը ժամանակին քննարկվում էր, հետո երևի ինքը մի քիչ բան էր պահանջում, քաղաքական կապիտալի կորուստ էր պահանջում, որը դրան գնանք, այսինքն ինչն էր հիմնական փաստարկները։ Նախ առաջինը, երբ մենք ասում ենք եկամտային հարկ, մենք պիտի մարդկանց ոչ թե աշխատավարձը միայն նկատի ունենանք, այլև ընդհանրապես իրենց բոլոր եկամուտները, բայց ցավոք սրտի մեր մոտ եկամտահարկը մինչև այսօր հասկացվում որպես աշխատավարձի հարկ։ Ու ստացվում էր, որ մենք պրոգրեսիվ դնելով այդ եկամտահարկը, անունը դնելով պրոգրեսիվ, չունենք պրոգրեսիվ եկամտահարկ։ Ստացվում էր, որ որևէ մեկ ով որ ունի, ենթադրենք 5 միլիոն դրամ աշխատավարձ, սպիտակ աշխատող IT-ում կամ բանկում կամ մեկ այլ տեղ, մենք իրան կարող ենք հարկել ամենաբարձր դրույքաչափով, բայց այն մեկ ուրիշը, որը որ տների վարձակալությունից ամիսը մի քանի միլիոն դրամ եկամուտ ուներ կամ ավանդներից կամ այլ пассив եկամուտներ իրան չենք համարում այդ համակարգի մասը, իրանք փաստացի դուրս են մնում։ Ու ասացին, քանի որ մենք չենք տեսնում մարդկանց եկամուտները իրական ու կոնսոլիդացված, այսինքն ամեն աղբյուրից ինչքան է ստանում, բայց փոխարենը տեսնում ենք իրանց անշարժ գույքը, ճիշտ կլինի մենք եկամտահարկը դարձնենք համահարկ բոլորի համար նույն չափով, պրոգրեսիվությունը տարածենք գույքահարկի վրա, անշարժ գույքի վրա։ Բացի դրանից մենք այն եզրակացությամբ ենք առաջ գնում, որ եթե մարդը ստացել է լավ կրթություն,
դրա պատճառով է որ նա այսօր լավ աշխատանքով զբաղվում է, ստանում է բարձր աշխատավարձ, ու մենք իրան դրա համար չպիտի տուգ անենք։ Բայց հիմա ես մտածում եմ, որ այն մի պատճառը արդեն մենք չունենք, այսինքն մենք ունենք եկամուտների հայտարարման համակարգ, երբ ամբողջությամբ այդ համակարգը աշխատի, մենք կարող ենք հասկանալ արդեն մարդկանց եկամուտների իրական չափերը, այդ թվում նաև ընտանեկան կոնսոլիդացված տարբեր աղբյուրներից եկամուտների, տեխնիկապես այդ հարցը լուծվում է, եւ երկրորդ կան մեզ մոտ ոլորտներ, որտեղ վերջին շրջանում աստղաբաշխական եկամուտներ են գեներացվում։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այդ կարող են շատերը համաձայն չունեն։ Ամիսը 3 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը հարուստ չի, բայց ամիսը 30 միլիոն կամ 50 միլիոն դրամ աշխատավարձ ստացող ինքը իմ կարծիքով կարելի է իրեն հարուստ համարել, ու այդտեղ որոշակի պրոգրեսիվության մասին իմ կարծիքով կարելի է ամեն դեպքում մտածել, բայց կարող եմ գործընկերների շատերս հետ համաձայն չլինեն։ Մենք անում, օրինակ ես չեմ կարծում, որ ամիսը 50 միլիոն ստացողը ինքը աշխատավարձի ձևով այդ փողը ստանում։ Ինքը ստանում է աշխատավարձի եւ դրան հավասարեցրած վճարների ձևով, այսինքն ես լինեի բիզնեսմեն, ես աշխատավարձով չէի ստանա, որովհետեւ դիվիդենդով ավելի քիչ հարկ կվճարեի, չնայած շահութարկ պլյուս դիվիդենդ մոտավորապես նույնն է ստացվում, բայց այստեղ այդ պրոգրեսիվությունը մեկա չենք ապահովել, էլի։ Դե եթե ես ասում եմ այս մասին, նշանակում է լուծումը պիտի լինի նենց, որ մի տեղը փակելով մյուս տեղի համար սողանցք չբացենք։ Այսինքն դու ասում ես, եթե ես լինեի բանկիր կամ ասեցի, ես իմ եկամուտը կստանայի ոչ թե աշխատավարձի տեսքով, այլ, չգիտեմ, շահաբաժնի տեսքով կփորձեի դա ձևակերպել, ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն եթե մենք կոնսենսուսի են գալիս այն հարցի շուրջ, որ որոշակի շեմից ավել եկամուտը պիտի ավելի բարձր դրույքաչափով հարկվի, մենք պիտի այդ բոլոր ճանապարհները կոմպլեքս լուծման փակենք։ Դե բայց իրականում ինձ թվում է, որ մենք այս որոշումը կայացրել ենք եւ այս ուղղությամբ գնում ենք մի հետեւյալ պատճառով, որ մենք ասում ենք, որ եկամուտ ստանալը դա լավ երևույթ է կամ շահույթ ստանալը դա լավ երևույթ է, դրա համար ենք մենք շահութահարկի դրույքաչափերը եւ եկամտահարկի դրույքաչափերը նվազեցրել, ու լավ է որ մարդիկ շատ եկամուտ են ստանում, ու ինչքան շատ եկամուտ են ստանում, այնքան ավելի լավ, բայց այստեղ խնդիրը առաջանում է ծախսելուց, ճիշտ է, որովհետեւ եթե ես օրինակ ստանայի 20 միլիոն դրամ աշխատավարձ, իմ ամսական ծախսը կազմեր 1 միլիոն դրամ, ես 19 միլիոն դրամը երևի կդնեի բանկում ավանդ, այդ բանկի ավանդը ինչ-որ մեկը որպես վարկ կվերցներ և կտաներ բիզնեսում ինչ-որ մի հատ ներդրում կաներ, և ես կվճարեի այդ 1 միլիոն դրամի ծախսից հարկ, և այն 19 միլիոն դրամից հարկ չէի վճարի, ընդհակառակը ես դրա համար կստանայի տոկոս։ Այլ հարց է, որ եթե ես որոշեի 20 միլիոնն էլ ճոխության վրա ծախսեի, այդտեղ արդեն պետք է հարկվեի, որովհետև պետությունը ուզում է խրախուսի, որ ես հնարավորինս շատ խնայեմ և դա ներդնեմ Հայաստանի տնտեսության զարգացման վրա, ոչ թե ճոխության թույլ տամ ինձ, որի մեջ մտնում է նաև ասենք մեծ առանձնատուն ձեռք բերելը, որի համար այդ գույքահարկի հարցով այս հարցը ոնց կարծես թե լուծել ենք։ Այսինքն իդեան նրանում էր, որ եկամուտը, քանի որ լավ բան է, պետք է դա խրախուսել եւ դա չպետք է տուգանել հավելյալ։ Եվ պետք է հարկել մարդկանց ծախսերը, բայց էլի, ասենք գույքահարկի մասով արել ենք, ասենք ծխախոտի կամ խմիչքի որոշակի ակցիզներ բարձրացրել ենք, բայց մեծ հաշվով այս հարցը ինձ թվում է չենք լուծել, որովհետև ասենք այդ ճոխության ծախսերը ընդ որում հակառակ process-ն է տեղի ունեցել։ Այն մարդիկ, ովքեր մեծ ծախսեր են իրականացնում, իրանց ծախսերի մի ահագին մաս կա, որը արտոնություններ ունի։ Փոխանակ, ասենք օրինակ ավելացած արժեքի հարկը բարձր լինի, այդտեղ ընդհանրապես ավելացած արժեքի հարկ չկա։
ունենք մենք այդպես շեղումներ ու ոչ մեկը դա չի հերքի, բայց իմ կարծիքով դա խնդիրը մենակ հարկային քաղաքականության մեջ ես հասկանում եմ քո ասածը, այսինքն մենք պիտի խթանենք, որ մարդը ոչ թե սպառի, այլ խնայի, ընդ որում այդ խնայողությունը գնա տնտեսական աճին, այսինքն ինքը գնա ներդրումների, բայց դրա համար այդ խողովակներն էլ պիտի աշխատեն, կոմոդ պիտի բացի բանկում ավանդ դնելու մեխանիզմներից կապիտալի շուկա լինի, մարդը պարտատոմսեր, բաժնետոմսեր առնելու ռեսուրս ունենա, գիտելիք ունենա, լինեն այդ ընկերությունները, որոնք թողարկում են։ Իմ կարծիքով մենակ այդ կտորը չի, ինքը կոմպլեքս է, բայց դու ինձ հիշեցրեցի, մի բան էլ հիշեցի եկամտահարկի ընդունման ժամանակ։ Երբ մենք ընդունում ենք, ասում ենք մենք սրանով խթանում ենք, որպեսզի մեր արտահանելի հատվածը դառնա ավելի մրցունակ։ Այդ մեր փաստարկներից մեկն էր եւ եկամտահարկը իջեցնելով մեր արտահանելի հատվածի մրցունակությունը բարձրացնում ենք։ Հետո հաշվարկները, քանի որ ցույց տվեցին, որ ամենաշատը սրանից շահում է բանկային համակարգը, այդ խոսակցություններն էլ կհիշեցու քննարկումները, հենց այդպես էլ հայտարարվում էր, քանի որ ամենաշատը շահում է բանկային համակարգը, որը թիրախում չէր փոփոխությունների, մենք փորձեցինք բանկային համակարգից այդ փողը հետ բերել այլ տարբերակով, ավելացնելով իրենց մասնաճյուղերի տուրքերը։ Էլի ամբողջության հետ չեկավ, երևի կեսը հետ եկավ, իրանք շահած դուրս եկան, բայց վերջին 4-5 տարիների դինամիկան, այդ թվում բանկային համակարգի ու բանկային համակարգի եկամուտների բերել նրան, որ գոնե մտածելու տեղ այդտեղ առաջացել է, մենք այդտեղ մի հատ էլ վերանայելու կարիք ունենք, թե չէ։ Էլի կարող գալիս ենք եկամուտների հարկմանը, բայց այդ դեպքում էլ պիտի մեկը պիտի մտածենք, որտեղ ելակետային պայմանները փոխվել են մեր մոտ։ Դե ես համաձայն եմ, որ գերշահույթը պետք է հարկվի, բայց այստեղ կոնկրետ բանկերի հետ կապված հասկանում եմ, որ երբեմն պոպուլյար է բանկերի շահույթների մասին խոսել, բայց ինձ թվում է մենք պետք է ուղղակի ասենք, որ լավ է, որ բանկերը բան են արել, օգտվել են այդ հնարավորություններից, մեր շահույթներ են ստացել եւ մենք դրանից մեկը միայն պետք է ուրախանանք, որովհետեւ այդ շահույթների մեծ մասը ձևավորվել է ոչ Հայաստանի ռեզիդենտներին մատուցվող ծառայություններից, այլ միջազգային փոխանցումների եւ միջազգային վալյուտային շարժերի հետևանքով է այս շահույթների մեծ մասը ձևավորվում։ Իրանք հենց տենց էլ ասում են, երբ որ ասում ենք, որ ժողովուրդը ասելով չի, կարող ենք բացել իրենց հաշվետվությունները, տեսնել որտեղից է ձևավորվել, որը բայց եկեք ընդունենք, որ ամեն դեպքում, երբ օրինակ ոչ ռեզիդենտին, հիմա ես բանկի անուն չեմ տալիս որևէ, ոչ էլ ուզում եմ թիրախավորեմ, բայց երբ ոչ ռեզիդենտին հաշիվ բացելու եւ բանկային քարտ ստանալու համար կարան պահանջեն, ենթադրենք $1000 կամ ավել գումար, իհարկե մենք կարող ասենք դե ոչինչ մեր քաղաքացիներին չեն անում ուրիշների հաշվին ոչինչ թողանեն, բայց այդ ամեն դեպքում այդքան էլ բան մոտեցում չի։ Չէ, ես սովորաբար բանկերի պաշտպանը չեմ։ Ես էլ, բայց այդտեղ պետք է հանուն արդարության ասել, որ երբ որ ոչ ռեզիդենտների մասին է խոսքը, քանի որ կար դրված խիստ պահանջներ, որպեսզի ապօրինի փողի շրջանառություն չլինի, պետք է շատ խիստ մոնիտորինգի ենթարկվեն բոլոր շարժերը, դրա համար այդ նոր հաճախորդների հաշիվ բացելու համար բավականին ուսումնասիրի ծախս է անում բանկը, եւ օրինակ որպես օրինակ կարող եմ ասել, որ երբ որ օրինակ մենք խոսում էինք մեր ամերիկյան գործընկերների հետ կամ եվրոպական գործընկերների հետ, որպեսզի թղթակցային հաշիվները ուղիղ ունենանք ամերիկյան բանկերի հետ եւ այլն, որովհետեւ առաջ Ռուսաստանով էր, հետո պետքա մենք ուղիղ արդեն թղթակցային հաշիվներ ունենայինք, մենք հենց ասում ենք նրա մասին, որ մենք ունենք որակյալ եւ վստահելի բանկային համակարգ, որը որևէ կերպ թույլ չի տալու որևէ ապօրինի շրջանառություն մեր մանավանդ որ գայթակղությունը շատ մեծ էր ու հոսքերն էլ ահավոր մեծ են եւ մեզ էլ հարցնում են ինչի մենք ձեզ հետ պետք է ուղիղ աշխատենք, դուք ունեք արդյոք այդպիսի համակարգեր, որպիսի ստուգեք ձեր բաժանորդները, ձեր հաճախորդները ովքեր են, ինչ գիտեք, որ դա մի հատ ապօրինի շրջանառություն չի, որը ուզում են ձեր բանկերի միջոցով անցկացնեն։ Սա կարծում եմ, որ շատ էական է։ Չէ, համ պիտի լավ ասենք, համ վատ ասենք։ Հա, այսինքն այսպիսի հենց process է, խիստ վերահսկողության process-ը, որը բնականաբար նաև թանկ արժի, ինքը մեծ հնարավորություն էր տալիս ավելի վստահ խոսելու մեր միջազգային գործընկերների հետ եւ ասելու չէ, մենք ունենք շատ լավ բանկային համակարգ, որը ունակ է
այս բոլոր հարցերը լուծել, վստահ եղեք, որ սենց բաներ չի լինելու։ Բայց ոնց որ առաջին հաղորդմանը ես մտածում էի կեսից կարողա կանգնենք ասենք խոսալու բան չկա, բայց ոնց որ սահուն ժամանակին բան արեցինք, հա։ Չէ, ինձ թվում է մենք այս առաջի հարցին նույնիսկ տենց թեթև չմոտեցանք էլ։ Չմոտեցանք, ճիշտ է։ Ոչ իրեսած ճանաչողական կարելի ասել առաջի բանն էր։ Եվ հա, ինձ թվում է այս եկամուտների հարկման վերաբերյալ պետք է շարունակենք խոսալ եւ սպառման հարկման վերաբերյալ պետք է շարունակենք խոսալ, որովհետև այստեղ մենք մի բան ասում ենք, երբեմն այդ մեր ասած բաները իրական կյանքում չենք անում, օրինակ այդ նույն пассив եկամուտների պրոգրեսիվություն, եկամուտների հարկման պրոգրեսիվություն մենք չունենք, ընդ որում բանը իրականությունն է նա, որ пассив եկամուտները ավելի ցածր դրույքաչափով ենք հարկում, քան օրինակ աշխատավարձը։ Նոր թեմա է բացում, որ այդտեղ ես կարամ էլի հակադրվեմ, բայց իմ կարծիքով մենք մեր հաղորդումը կդառնա Կարանք շարունակենք հաջորդ անգամ այս եկամուտների հարկման թեմայի մեջ ավելի մի քիչ խորը մտնենք, հասկանալու թե ստե ինչ շերտեր կան ու ընդհանրապես ինչ է կատարվում հիմա եւ ինչ պետք է ապագայում փորձենք անել։ Այնց է լավ, շատ լավ թեմա է։ Եվ լավ է, որ ասենք մեր դիտողները կարող է իրանք կոմենտներ անեն, ասեն օրինակ դուք այս բանը լավ չեք հասկանում, այս սրան։ Ես մենակ ուրախ կլինեմ, թող քննադատեն, թող մեզ ամենասուր հարցերը տան, չհամաձայնեն, երևի նպատակներից մեկն էլ հենց այդ է, որ մասնագիտական, կոնկրետ առարկայական թեմաների վրա, բայց անձների վրա չթիրախավորվեն, այսինքն մեզ տարանջատեն մեր ասած թեմաներից ու խնդրից, ինչ ուզում են թող անեն, բայց քանի որ դու ես նախագծի հեղինակը, խնդրում եմ դու էլ ասես, հիմա մարդիկ, որոնք մեզ նայում են, մեր հաջորդ բանը երբ պիտի սպասեն, երբ է լինելու, ոնց ես պատկերացնում։ Դե ես կարծում եմ, որ մենք ինչ-որ մի պարբերականությամբ, երևի 1-2 շաբաթը մեկ զբաղվածությունն էլ նստեղ կարևոր է, պետք է կարծում եմ հանդիպենք, հիմա որոշենք, թե ապագայում ինչի մասին ենք խոսելու, դրան էլ պատրաստվենք, որպեսզի ավելի հետաքրքիր լինի զրույցը, բայց ես մի վերջի բանն էլ երևի ասեմ, ես չէի ուզի, որ այս մեր խոսակցությունը ինքը տենց մասնագիտական լիներ, որովհետև այս սրանք տենց հարցեր են, որոնք պետքա որ հետաքրքրեն ցանկացած մարդու, ցանկացած մարդ կարող է ունենա կարծիք նրա մասին, թե ինչը պետքա հարկել, ինչքան հարկել, ոնց այդ ճիշտ բալանսը գտնենք եւ նաեւ նայելով տարբեր շահեր ունեցող խմբերի տեսանկյունից, որպեսզի ունենանք արդար հարկային համակարգ, որովհետև արդար հարկային համակարգը հենց այն է, որը մարդիկ համաձայն են այդ հարկը վճարել։ Օրինակ, որ այս գաղափարը մի քանի ամիս շուտ մտածած լինեիր, իմ կարծիքով մի քանի տենց աղմկահարույց թեմաների մասին հնարավորություն կունենայինք մի քիչ ավելի մարդավարի լեզվով մարդկանց հետ կոմունիկացվելու, ասելու, բայց ոչ լավ ոչ կան երբեք։ Ես համաձայն չեմ, որ ես եմ այս նախաձեռնության հեղինակը, ես կարծում եմ մենք երկուսս էլ հեղինակ ենք, համահեղինակ ենք եւ առաջարկում եմ նույնիսկ ինչ որ մի ժամանակ ինչ որ էլի մարդ հրավիրել էս կողմանը, որ սենց ավելի շատ հարցաքննենք ինչ որ մեկին, բայց ես կառաջարկեի սկզբից ես ու դու իրար հարցաքննենք սկզբից, հետո երբ որ դառնա անհետաքրքիր իրար հետ շփվելը, ինչ որ ուրիշ մարդ կհրավիրենք։ Շատ լավ։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Շնորհակալություն քեզ էլ։